Նախաձեռնության մասին իմացել եմ Facebook սոցիալական ցանցից։ Ընկերներիցս մեկը տարածել էր Զանգակ հրատարակության այս մրցույթային նկարը եւ ես էլ տարածեցի եւ ստացա Արտակ Մովսիսյանի Հայ 10 թագավորները գիրքը։ Գրավոր մշակույթի իրադարձություններին համացանցում եւ դրանից դուրս հետևող հանրության համար ստեղծվել էր սպասումի մթնոլորտ։ Այս նախաձեռնությունը ես ինչքան գիտեմ աննախադեպ է, ես նմանը չեմ հիշում։ Գիրք նվիրելու օրվա արդիվ Facebook սոցիալական ցանցում հավանություններ հավաքելով գիրք նվեր ստանալու ակցիան լայն դրական արձագանք գտավ։ Զանգակ գրատանը կազմակերպեց ակցիայի շրջանակներում ամենալայն ժողովրդականությունը նվաճած 10 հայ ականավոր արքաները գրքի շնորհանդեսը։ Ես ողջունում եմ հրաշալի նախաձեռնություններ, թող թեկուզ այս հավանությունների միջոցով հայ ժողովուրդը ծանոթանա իր պատմությանը։ Բրավո Զանգակին, բրավո պարոն Արտակ Մովսիսյանին։ Գիրքը ներկայացրեց հեղինակը, պատմաբան Արտակ Մովսիսյանը։ Ավելի մեծ, ավելի հաճելի բան հեղինակի համար, քան ընթերցողների sense մեծ բազմություն եւ գեղեցիկ շնորհանդես կազմակերպած ավելի չի լինում։ Ես շատ ուրախ եմ, որպես հեղինակ շատ հպարտ եմ, որ ասեցին ամենաշատ քվեն է հավաքել եւ առաջինը շնորհանդեսների շարքը սկսեցին այս գրքով։ Աչիկով կարող եմ օգտվել նաև այս տարբերակից։ Շատ մատչելի, շատ հետաքրքիր լուսանկարներով կարող եք ընտրել ձեր ցանկացած արքային։ Ներկայացվեցին նաև գրքի էլեկտրոնային տարբերակը, հրատարակման նախապատրաստվող 10 հայ ականավոր թագուհիներ գիրքը եւ հեղինակի այլ ստեղծագործություններ։ Շատ գոհ եմ, մեծ հաճույքով կարդալու եմ, կսպասեմ նոր անակնկալներին։ Facebook-յան իմեջին դրեցի եւ հայտարարեցի, որ գիրքը շահելու դեպքում պիտի նվիրեմ Գյուղի դպրոցի գրադարանին, որտեղ որ ծառայում եմ նաև Արմավիրի թեմի մայիսյան համայնքում, բայց հետո որոշեցի, որ մի 10 օրինակ էլ ես կգնամ ու ոչ թե գրադարանին զուտ նվեր գտամ, այլ մրցանակաբաշխություն կլինի, մրցույթ կլինի, որտեղ որ կնվիրենք նաև գրքերը։ Կարծում լավ, շատ լավ առիթ է գրքի հանդեպ սերը կամ հետաքրքրվածությունը, որից հետո սերը կբխի արթնացնելու համար։ Ցանկալի է, որ այսպիսի բաներ հաճախակ է արվել, որպես երիտասարդությունը ավելի սերտանա գրքի հետ։ Օրվա թեմային համահունչ Զանգակ հրատարակչությունը կազմակերպել էր նաև Դարիել Հակոբյանի եւ Հովսեփ Պապիկյանի հայ արքաների քանդակների ցուցադրումը։ Այս նախաձեռնությամբ ավելի շատ երիտասարդներ, որովհետև Facebook-յան օգտատերերը հիմնականում կարծում եմ երիտասարդներ են, ավելի շատ երիտասարդներ կկարդան գրքեր եւ կսկսեն արդեն ուսումնասիրել եւ գիրք կարդալու, այսպես ասած, ավանդույթը մեր մեջ ավելի կավելանա։ Գտնում եմ, որ պայծառ նախաձեռնությունն է, այսպես ասենք, եւ գիրքն է գովազդում, ընդ որում գովազդում է այն միջոցի օգնությամբ, որը թվում է թե գիրքը պետք է դուրս մղեր, չէ՞, որտեղ համացանցը եւ այդպես էլեկտրոնային տարբերակները կենթանի գիրքը շոշափելի դուրս է մղում մեր կյանքից եւ մենք շատ գրականություն ծանոթանում ենք արդեն on-line տարբերակով։ Ես իմացա այս միջոցառման մասին Facebook-յան էջից, ճիշտն ասած, եւ շատ հաճույքով մասնակցեցի, որովհետեւ շատ եմ սիրում պատմական գրքեր։ Մենք գտանք իրար հավանություն ուղարկեցինք, հավաքեցինք այդ քանակը, այնպես որ կարծում եմ, որ Զանգակը ճիշտ էր։ 400-ից ավելի Facebook-յան օգտատերեր, ովքեր ակցիայի շրջանակներում նախընտրել էին հավանություններ հավաքել հենց այս գրքի համար, իրենց նվերը ստացան արժեքների այնպիսի համատեքստում, որը նրանց անշուշտ օգնելու է որպես ընթերցող գրքի յուրացմանն ու ընկալմանը, իսկ գրքին առավել արժեք կատարելու իր գրական առաքելությունը։ Իսկապես Զանգակ հրատարակչությունը հետաքրքիր նախաձեռնությամբ հանդես եկավ։ Ես էլ իմ ընկերներին առաջարկեցի, որ խնդրում եմ օգնեք, որ ես ունենամ այս գիրքը։ Մեծ պատիվ է նվեր ստանալ գիրք, այն էլ 10 հայականավոր թագավորներ վերնագրով, արքաներ վերնագրով։ Շարունակություն ենք ակնկալում նման միջոցառումների։ Միջոցառման ավարտին արդեն իսկ պարզ էր, որ այն չի կարող չունենալ շարունակություն, որ հաջորդ միջոցառումների նկատմամբ հետաքրքրությունը միայն աճելու է։ Խթանելով ընթերցանության վերելքը, նոր ճակատ տալով գրքաստեղծ գործընթացին Հայաստանում։ Կհանդիպենք հաջորդ միջոցառմանը, փետրվարի 25-ին ժամը 18-ին մեզ մոտ, Զանգակ գրատանը։